Անն հոր եւ որդվո եւ օգուն սրբո ամեն։ Աստված թողորտնի այսպա սիրելի քույրեր եւ եղբայրներ, ուրախ ենք, որ մեկտեղ հավաքվեցինք եւս մեկ անգամ եւ ուրախ ենք, որ մեզի հետևողներ համացանցով մեզ են այսօր հետևելու։ Ասեմ, որ երկու շաբաթներ մենք չներկայացանք եթերում անկախ կամքի անկախ պատճառներով եւ այսօր մենք միասին ենք եւ մեզի դիտողներին նույնպես ողջունում ենք Հոլիվուդից Սուրբ Կարապետ Մայր եկեղեցիից եւ ուրախ ենք այս պահի համար, ճիշտ է, ուրախ ենք, ինչու, որովհետեւ Տիրոջ խոսքը պիտի խոսենք եւ Տիրոջ ներկայությունը պիտի վայելենք։ Դավթի Սաղմոսներից 122-ը գիտեք ինչի ասում, Սաղմոս 122-ը, կուրախանայի, երբ ինձի կսեին Տիրոջը տունը երթանք, որովհետև Տիրոջ տան մեջ ուրախություն կա, ինչու, որովհետև Տերը ներկա է իր տան մեջ, և մեզ հրավեր տվեց այսօր, որ եկեք ինձ բոլորդ, եկեք և հանգչեք, եկեք և խաղաղություն ստացեք, եկեք և ուրախություն ստացեք, սրտի ուրախություն, մտքի ուրախություն, հոգվու ուրախություն և հանգստություն և վերջապես խաղաղություն ամենեցուց։ Ահա այս է Տիրոջ խոսքերը։ Ինչ լավ է, որ մենք դարձի եկանք, ինչ լավ է, որ մենք հավատք ունենք և մեր հավատքը պիտի պահենք, ճիշտ է, ինչու, որտև մենք մի գեղեցիկ երգ ունենք երգարանի մեջ, ասում է հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչը ուսիս կգնամ, մինչ Հիսուսիս միանամ։ Տեսեք ինչ գեղեցիկ քարատող է, որ յուրաքանչյուրիս, այսինքն հավատք, հույս և սեր է տալիս, որտեղ շատ կարևոր է այսօր հավատքը, շատ կարևոր է այսօր Տեր Հիսուս Քրիստոսին հետևելը, դավանելը նրան։ Եվ ինչպես է առաջանում հավատքը։ Լսելով, Սուրբ գրային է, և խնդրեմ, Հռովմայացիներից 10-րդ գլխի 17 համարը, Հռովմայացիս 10-17 ասում է, հավատքը լսելեն է, լսելը Աստծո խոսքեն է։ Ինչ կարևոր է, որ մենք միշտ մեր ականջը, այն ականջները, որ Տերը մեզ լսելու ունակություն տվեց, որ նա ասում է, որ ով որ ականջ ունի, թող լսե, թե Սուրբ Հոգին ինչ պիտի վկայի եկեղեցիին, այսօր եկեղեցին մենք ենք, որ այստեղ կայացած ենք, հավատացյալների խումբն է, որ մեկտեղ հավաքվեց, որը կոչվում է եկեղեցի, որ Տիրոջ խոսքը գալիս է մեր ականջներից ներս է մտնում և գնում է մեր սրտին է դպչում և մենք հավատքը ընդունում ենք մեր հարազատի պես և խնդրում ենք Տիրոջը ասելով, որ Տեր Հիսուս մեր հավատքը զորացրու, կարևոր է ժողովուրդ, հավատացեք, հատկապես այս ժամանակների մեջ այնքան կարևոր է, որ մեր հավատքը զորանա, որպեսզի մենք հաստատուն լինենք մեր հավատքի մեջ, չկասկածենք և չմոռանանք մեր հավատքը, ամուր բռնենք հավատքը, որովհետև նույն Պողոս առաքյալը ասում է, որ ով որ Տեր Հիսուս Քրիստոսին հավատա, ամոթով պիտի չմնա։ Տեսնում եք ինչ կարևոր է, որ հավատալով մեր Տիրոջը Փրկին Հիսուս Քրիստոսին, մենք ամոթով պիտի չմնանք, որտեղ Տերը մեզի ասում է, որ ով որ ինձ հավատա, հավիտենական կյանք պիտի ունենա, ով որ ինձ հավատա, դատապարտության տակ չի պիտի լինի, ինչու, որտեղ հավատաց Աստծո միածին որդին, որ աշխարհ եկավ ինձ համար, քեզ համար, որպեսզի մեզ ազատի մեղքից, հավիտենական կրակներից և դժոխքից և մեզի արժանացնի երկնքի արքայությանը, որ Տերը խոստացավ յուրաքանչյուրիս համար։ Բայց շատ կարևոր է այս մեկը, որտեղ գիտեք Պողոս առաքյալը շատ գեղեցիկ, այսինքն համարներ ունի
իր գրած թղթերի մեջ իսկապես որ շատ զորավոր համարներ են եւ ինչ է նշանակում հավատքը եւ մենք պատասխանը ստանում ենք Աստծո խոսքից Եբրայեցիներից 11-րդ գլխի առաջի համարից Եբրայեցիներից գլխի 11 առաջի համար ասում է հավատքը հուսացած բաներուն հաստատությունն է եւ չերևցած բաների փաստը, այսինքն ապացույցը։ Ահա այս է հավատքը։ Թե չէ, անշուշտ ամեն բան տեսնելով, ամեն բան շոշափելով մենք պետքություն չունենք հավատքի, եղբայրներ եւ քույրեր։ Այն է, որ առանց տեսնելու պիտի վստահես եւ հավատաս։ Եվ անմիջապես իմ միտքս գալիս է Թովմաս Առաքյալը այս պահին։ Որովհետեւ երբ որ Հիսուս հարություն արավ, գիտեք, եւ մեկ շաբթի, այսինքն կիրակի օրը եկավ Վերնատուն իր աշակերտներին երևաց այնտեղ անմիջապես հարության օրը իր կիրակի օրը եւ այնտեղ չկար Թովմաս Առաքյալը եւ երբ որ Թովմաս Առաքյալ եկավ իր ընկերները իր ընկերները ասացին որ մենք Հիսուսը տեսանք Թովմաս ասաց չեմ հավատա մինչեւ չտեսնեմ տեսնում եք եւ 8 օր հետո ուղակի պատմում եմ որպեսզի ով որ չգիտի այսինքն իմանա այս մասին եւ ընդամենը 8 օր հետո Հիսուս նորից գալիս է նույն ձևով Վերնատան մեջ եւ այս անգամ ուղակի Թովմասն ասում է Թովմաս եկ այստեղ եկ ինձ մոտ եկ ասում է շոշափիր տես այսինքն ասում է որ հավատա եւ Թովմաս ասում է իմ Տերս իմ Աստվածս եւ Հիսուս ասում է Թովմաս դու ինձ տեսար, դու շոշափեցիր եւ հավատում ես։ Երանի նրանց, ովքեր առանց տեսնելու կհավատան։ Ահա տեսնում եք, որ մենք 2000 տարիներ հետո այս ժամանակներում մենք ծնունդ առանք եւ մենք Հիսուսը չենք տեսել, բնականաբար, նրան չենք շոշափել, նրան հետ չենք քայլել, բայց հավատքով ենք տեսել, հավատքով ենք քայլում։ Դրա համար է հավատքս չեմ մոռանա, պետք է մենք հաստատ պահենք մեր հավատքը եւ շատ կարեւոր է սա։ Գիտեք, չէ որ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ եւ ասաց որ ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, ես եմ կենաց հացը։ Ամեն բան իր վրա դնելով ես եմ եւ մի շատ կարեւոր համարներ կա, որ սա գրանցված է Հովաննու ավետարանի մեջ եւ այս փոքրիկ եւ մի քանի համարները տեսեք, այլ այստեղ Տեր Հիսուս Քրիստոս ինչ է ասում։ Գիտեք, երբ որ Ղազարոսը մահացավ 4 օրվա մահացած էր, նրա քույրերը Մարթան եւ Մարիամը, որ Տեր Հիսուս Քրիստոսին լուր ուղարկեցին ասելով, որ Տեր, եթե այստեղ լիներ, մեր եղբայրը չէր մահանա։ Պատմություն այսպես է, երբ գրանցված է Հովաննու ավետարանի 11-րդ գլխի մեջ։ Եվ Հիսուս գալիս է 4 օր հետո, եւ քույրերը ընդառաջ են գնում, եւ այստեղ խոսակցություն է գնում։ Եվ այս մի փոքրիկ համարները պիտի կարդամ։ Հովաննու 11:21-ից պիտի կարդամ։ Մարթան նստավ Հիսուսին. Տեր, եթե հոսը նայիր, իմ եղբայրս չէր մեռներ։ Բայց գիտեմ, թե հիմա դու ինչ որ խնդրես Աստծուց, Աստված պիտի տա քեզի։ Տեսեք, սա հավատքի փոքրիկ արտացոլում է, որ հույս ուներ, հավատք ուներ Հիսուսի վրա, բայց տեսեք շարունակությունը, լսեք ինչ է լինում։ Հիսուս ասաց նրան. քո եղբայրդ հարություն պիտի առնի։ Եվ Մարթան նրան ասում է, որ գիտեմ, Տեր, թե հարության ժամանակը վերջին օրն է, որ հարություն պիտի առնի։ Բնականաբար մենք Սուրբ գրքերից գիտենք, որ երբ որ Տեր Հիսուս Քրիստոս իր փառքովը երկնքից երկիր գա, այո, բոլոր ննջեցյալները պիտի հարություն առնեն։ Ահա սրա մասին էր ասում Մարթան։ Ասում էր, որ գիտեմ, վերջի օրը հարության օրն է։ Եվ այստեղ շատ գեղեցիկ համար այստեղից է սկսում։ Եվ Հիսուս ասաց նրան. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ասեք, ես եմ հարությունը եւ կյանքը։ Այն որ ինձի հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։
Մարթային է ասում։ Եվ այս խոսքը բոլորիս է վերաբերվում, որ շատ կարևոր է այն հավատքը, որ մենք մեր սրտի մեջ ունենանք, մեր սեփականությունը, մեր անձը, մեր անձնականը, որ ոչ ոք չկարողանա մեզանից խլել այդ հավատքը, ուրեմն մենք պետք է հաստատ բռնենք, ամուր պահենք այդ հավատքը, որտեղ այդ հավատն է, որ մեզ կյանք պիտի տա, այդ հավատն է, որ մեզ պիտի հավիտենական կյանքի դռները բացի մեր առջև, եւ մենք տեսնենք Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ ան, որ կենթանի է ու ինձի հավատա, հավիտյան պիտի չմեռնի։ Այսպես է ասում Տեր Հիսուս Քրիստոս, եւ հիմա հարցը ուղում է բոլորիս, թեև այնտեղ Մարթային էր ասում, ասում է, որ դու հավատում ես սրան։ Հիսուս հարց է տալիս Մարթային այն ժամանակվա, այսինքն Ղազարոսի քրոջ, ասում է, դու հավատում ես նրա համար, որ ես եմ կյանքը, ես եմ հարությունը։ Եվ տեսեք Մարթայի պատասխանը. այո Տեր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը։ Տեսեք, դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ աշխարհ պիտի գար։ Ահա դավանություն, ահա վկայություն։ Այս մեկը բոլորից է սպասում Տերը, որ մենք Տիրոջը չուրանանք, հիշենք միշտ եւ դավանենք Տիրոջ անունը։ Գիտեք ինչու եմ ասում, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ մի վախեցեք, մի վախեցեք, ես ձեզի հետ եմ։ Եվ շատ գեղեցիկ է ասվում Մատթեոս ավետարանի 10-րդ գլխի 32-33 համարները, Մատթեոս 10-րդ գլխի 32-33 համարները, որ մենք հիմա ասում ենք, որ այս քարատողի մեջ հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա։ Այո, այդպես է, հիշենք մի հատ, ավետարանի մեջ ով ուրացավ Տեր Հիսուս Քրիստոսին, քանի անգամներ ուրացավ։ Սիրելի աշակերտներից մեկը, այսօր ես եւ դու ավելի զորավոր ենք, քան թե Պետրոս Առաքյալը, բայց տեսեք, մենք էլ մեր կյանքի մեջ, մեր ժամանակավոր կյանքի մեջ բավական շատ անգամներ մենք Տիրոջը թողնում ենք, հեռանում ենք, ուրանում ենք, լքում ենք, բայց ետ դարձի ճանապարհը չմոռանաք, դարձի, անդրադարձ, ետ դառնալ, որտեղ մենք ավետարանից գիտենք, որ Պետրոս զղջաց, ետ դարձավ եւ Տիրոջը աղաչեց, ասելով, որ Տեր, մեղավոր եմ ես, ներիր իմ մեղքերս, եւ Տեր Հիսուս Քրիստոս ներում է բոլորի մեղքերը, երբ որ մենք խոստովանում ենք եւ նրան ենք մոտենում։ Մատթեոս 10:32-33 ով որ մարդոց առջև զիս դավանի, վկայի, ես էլ պիտի իմ հորս առջև երկնքում պիտի դավանեմ։ Եվ շարունակությունը, ով որ մարդկանց առջև զիս ուրանա, ես էլ իմ հորս առջև երկնքում պիտի ուրանամ։ Ահա արդար պատասխան։ Տիրոջը չի պիտի ուրանաս, Տիրոջը պիտի փնտրես, Տիրոջը պիտի միշտ կանչես եւ պիտի վստահ լինենք, որ Տերը մեզի հետ է։ Եվ այսքան խոսակցությունից հետո, երբ որ Մարթա եւ Հիսուս խոսակցություն եղավ, եւ երբ որ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ որտեղ է, տարեք ինձ Ղազարոսի գերեզմանոցը, եւ այնտեղ մի մեծ քար է լինում, եւ Հիսուս ասում է, որ այդ քարը մեկտի գլորեք։ Եվ ահա նորից այստեղ այն քույրը Մարթա կարծեք արգելք է լինում, ասելով, որ ոչ, արդեն 4 օրվա մահացած է, այսինքն մարմինը հոտած է, անկարելի է, որ մենք քարը մեկտի գլորենք։
Եվ ահա այստեղ մի քաջալերական, մի շատ գեղեցիկ մի համար, որ Հովհաննու 11-րդ գլխի 40-րդ համարն է։ Հիսուս դառնում է Մարթային ասելով, որ Մարթա, ես քեզի չասացի, հավատա եւ Աստծո փառքը պիտի տեսնես։ Միայն հավատա։ Եվ նորից Մարթան զղջում է այդ խոսքի համար եւ քարը մեկտի են գլորում եւ Հիսուս Ղազարոսին կանչում է բարձրաձայն. Ղազարոս, դուրս արի։ Եվ Ղազարոսը 4 օրվա մեռած Ղազարոսը գերեզմանից դուրս է գալիս։ Ահա հրաշք։ Ահա մեծ հրաշք, որ Տեր Հիսուս Քրիստոս կատարեց։ Եվ ամբողջ մարդիկ զարմացան. ով է այս մեկը, որ մահվան վրա ուժ ունի, զորություն ունի, որովհետև մեր Տերն է, Աստծո մոտ անկարելի ոչինչ չկա։ Միայն հավատա։ Եվ մի գեղեցիկ օրինակ էլ պիտի տամ ձեզի, որ գրված է Ղուկաս ավետարանի 8-րդ գլխի 40 համարներից սկսյալ մի մարդ կար, հայրյաների իշխանավոր էր, անունը Հայրոս, եւ մի հիվանդ մահամերձ աղջիկ ուներ, 12 տարեկան, մեկ հատիկ աղջիկ ուներ, եւ այս աղջիկը մահամերձ էր, մահվան վրա էր, լսեց Հիսուսի մասին, վազեց ընդառաջ դեպի Հիսուսը, գտավ նրան, նրա ոտքերը ընկավ, աղաչեց Հիսուսին, ասելով, որ աղաչում եմ քեզ Տեր, մի հատիկ աղջիկս մահվան շեմին է, խնդրում եմ եկ եւ աղջիկս բժշկիր։ Հիսուս ասում է, որ տար ինձ քո տունդ։ Եվ ամբողջի մեջ հանկարծ անցնում է որոշ ժամեր եւ հայրապետի տնից գալիս են իր օգնականները, ծառաները եւ ասում են, որ Հայրոսին, Հայրոս, այլևս վարդապետին մի անհանգստացրու, որտեղ քո աղջիկդ մահացավ։ Եվ այստեղ այս մարդու հավատքը այնտեղ վերջացավ։ Նրա հույսը այնտեղ կտրվեց, որտեղ նա միայն, այսինքն հավատում էր այդ դրա մասին այդքան ժամանակ, որ Հիսուս կարող է հիվանդին բժշկել, բայց այլևս մահացավ, վերջացավ, ամեն բան վերջացավ եւ Հայրոսը հուսահատ կերպով իր գլուխը կախեց տխրության մեջ։ Եվ նույն խոսքերը այստեղ Հիսուս Հայրոսին է ասում. Հայրոս, մի վախնար, միայն հավատա եւ քո աղջիկը պիտի ապրի։ Սա գրանցված է Ղուկաս ավետարանի 8-րդ գլխի 40-րդ համարից, խորհուրդ կտամ կարդաք, շատ քաջալերական համարներ են սրանք։ Սա ինչու եմ այս ամենը ասում, որտեղ Տիրոջ մոտ անկարելի ոչինչ չկա։ Ամեն բան կարելի է Տիրոջ մոտ, եթե մենք հավատքով վստահ լինենք։ Լսեցեք այս խոսքը, ով որ Տեր Հիսուս Քրիստոսին հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Բնականաբար մենք բոլորս մահկանացու ենք։ Մենք հավիտյան չենք ապրելու այս երկրի վրա։ Մենք այս ժամանակավոր այս կյանքի մեջ, բայց մեզի համար հավիտենականություն է պատրաստված երկինքը։ Մենք այդպես ենք հավատում, մենք այդպես ենք ընդունում։ Գիտեք, այն մարդը, որ Տիրոջը չի մոտեցել, այն մարդը, որ դարձի չի եկել, չի ապաշխարել, Տիրոջ աչքին մեռած է։ Ցավոք սրտի այդպես է։ Դա ես չեմ ասում։ Նա ողջ է, ապրում է, բայց Տիրոջ աչքին նրա հոգևոր մարմինը, հոգևոր կյանքը մեռած է։ Պետք է հոգևոր արթնություն, պետք է դարձի գալ, պետք է ապաշխարել, որպեսզի կյանք ունենալ, ոչ թե միայն այս աշխարհի վրա, հապա հավիտենականության առավել չվերջացող կյանքի համար է Տեր Հիսուս Քրիստոս մեզի խոստում տվել։ Այս ժամանակավոր կյանքի համար չէ, չվերջացող կյանքի համար է մեզ խոստումը տված, որ մենք այս ժամանակավոր կյանքը ապրենք այն երջանիկ հույսով, որ եթե թեև մեռնենք, պիտի ապրենք։ Տեսնում եք, ահա քաջալերներ, ահա երջանիկ հույս։
Եվ շատ կարևոր է, որ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ Հովաննու ավետարանի 5-րդ գլխի 25-րդ համարը շատ գեղեցիկ մի համար կա այստեղ, ուղղակի բացեմ եւ բացելով կարդամ, ավելի ճշմարիտ կլինի այդպես։ Տեսեք, Հովանես ավետարան 5-րդ գլուխ 25 համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ժամանակներ պիտի կան եւ հիմա էլ է այդ ժամանակը, որ ինչի մասն է խոսքը։ Երբ մեռելները պիտի լսեն Աստծո որդին ձայնը եւ անոնք որ կլսեն պիտի ապրեն։ Ինչի մասին է խոսքը։ Այն փակված ականջները, այն կուրացած աչքերը, փոխաբերական իմաստով եմ ասում։ Այն մեռած հոգիները, որ լսեցին Տիրոջ ձայնը, դարձի եկան, ապաշխարեցին, նրանք ապրեցին եւ ապրում են։ Ապրում են ոչ միայն այս կյանքի համար, հապա հավիտենական կյանքի համար։ Ապրում են եւ պիտի ապրեն։ Ուրեմն հավատքս չեմ մոռանա։ Այո, ուրեմն մենք պետք է հավատքի մեջ խնդրենք, աղոթենք Տիրոջը, ասելով որ Տեր մեր հավատքը զորացրու։ Մեզի հավատքի մեջ արթուն պահեր, զորացրու մեզի։ Եվ Տերը ինչպես Պետրոս առաքյալին ասաց, այսօր նույն խոսքը ինձ եւ քեզ էլ է ասում։ Ինչ է ասում։ Ես քեզի համար պիտի աղոթեմ, որպեսզի քո հավատքդ զորանա։ Ինչու այդպես չէ։ Պատկերացրեք, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ասում է, որ ես քեզի համար պիտի աղոթեմ, բայց դու պիտի խնդրես, որ հավատքս ավելցրու, Տեր, զորացրու ինձ, ես տկար եմ, ես չեմ կարող, օգնիր ինձ, Տեր։ Տերը պատրաստ է օգնելու։ Դու խնդրիր, դու ձեռք երկարիր, դու ձեռք մեկնիր, դու փնտրիր եւ պիտի գտնես։ Խնդրիր եւ պիտի տրվի, դուռը զարկիր եւ պիտի բացվի։ Եվ ասում է, որ խաչը ուսիս կգնամ, մինչ Հիսուսիս միանամ։ Ինչ է խաչը։ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ Ղուկաս ավետարանի 9-րդ գլխի 23 համարը Եթե մեկը կուզե իմ ետևեն գալ, լսեցեք, ինձ է վերաբերվում եւ բոլորիս։ Եթե մեկը կուզե իմ ետևես գալ, թող իր անձը ուրանա։ Այս նախադասությունը շատերին գայթակղություն է լինում։ Թեև հավատացյալ են, թեկուզ այս հավատացյալներին եւ լսողին եւ խոսողին կարծեք, թե այսօր ով է իր անձը ուրացել, այսօր բոլորս էլ կենթանի ենք, ապրում ենք, ես եմ, դու ես, անձս, ինչպես։ Բայց մի քիչ ավելի պետք է մենք, այսինքն խորը մտածենք, թե ինչ է նշանակում այս անձնուրացությունը։ Տեսեք, Տեր Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ եւ քավլեցի, որ ինքը, այսինքն իր այսինքն էությունը, իր անձը ամբողջովին անտեսեց։ Նա մարդկանց համար, նա փրկության համար, մարդուս փրկության համար անձնուրաց կյանք ապրեց։ Բայց երբեք ճշմարտությունը չթաքցրեց։ Եվ մեկ օրինակ պիտի տամ։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոսին ատյանի առջև կանգնացրեցին, լսեցեք։ Եվ այնտեղ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հարցումներ էին տալիս, եւ հանկարծ այնտեղ այն օրվա քահանայապետը Տեր Հիսուս Քրիստոսին ապտակեց։ Գիտեք Հիսուս ինչ ասաց։ Ինչու զիս ապտակեցիր ասաց։ Եթե ես ճիշտ չէի ասում, եթե ես սխալ էի հասկացած, եթե ես ճիշտ եմ ասում մի բանը, եթե ես սխալ չեմ, ինչու զիս ապտակեցիր։ Սա մի փոքրիկ օրինակ, ուղղակի մտածենք։ Անձնուրացության կյանք, անձնուրաց կյանք ապրել կնշանակի, որ Տեր Հիսուս Քրիստոսի համար, անմահ հոգիների համար ամեն զոհողություն անել։ Հասկանալի է։ Չի նշանակում, որ վերցնես դու քո անձը սպանես, կտրտես։
հապա կնշանակի, որ ինչ որ պիտի անես, սիրով պիտի անես։ Ինչ որ պիտի Տիրոջ համար անես, խոժարակամ սրտով պիտի անես։ Թեև հոգնած ես, հոգ չէ։ Թեև որ շատ հոգնած ես, չունես հնարավորությունները, Տերը պիտի դռներ բացի, բայց միայն դու ցանկություն ունեցիր։ Քո անձդ մի շոյիր, հոգնած եմ, վրաս հալ չկա, աշխատել եմ, աշխատանքից եմ եկել, շատ հոգնած եմ, չեմ կարող տնից դուրս գալ։ Այս սրա մասին պետք է մտածել։ Բայց չէ որ ասում եմ, որ քո խաչդ վերցրու եւ ամեն օր իմ ետևից արի։ Ղուկաս ավետարան 9-րդ գլխի 23 համարը։ Եթե մեկը կուզեմ ետևես գալ, թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնե։ Ինչ է խաչի խորհրդանիշը։ Ծառայություն, զոհողություն, այցելություն։ Ահա այս է։ Սա է կոչվում խաչը ար եւ իմ ետևես արիր։ Եվ միջև այդ խաչը Տեր Հիսուս Քրիստոս իր ուսին առավ։ Ինչ էր այս խաչի խորհրդանիշը, եթե ոչ սեր, խոնարհություն, հեզություն, համբերություն եւ փրկություն։ Ահա այս է, որ Տերը մեզ ասում է, որ դու խաչը քո վրա վերցրու քո ուսին, ես քեզ պիտի օգնեմ։ Ես պիտի այդ խաչը տանեմ քո տեղը, բայց դու նախ ջանք արա, նախ քայլ արա, առաջի քայլը դու առ, ով մարդ, որով Տերը սպասում է քո քայլին։ Եվ այնուհետև ինչ պիտի լինի։ Եվ այս ամենից հետո խաչը ուսիս կգնամ եւ իմ Հիսուսին կմիանամ։ Ով չի ուզում Տեր Հիսուս Քրիստոսին միանալ, բոլոր հավատացյալներին է խոսքս։ Ով չի ուզում հավիտենականության կյանքը Տիրոջմով վայելել։ Ուրեմն այս բաները կա, որ մենք պիտի ունենանք, եւ վերջապես տեսեք, թե ինչ է ասում այստեղ, որ Տեր Հիսուս Քրիստոսին կմիանամ։ Խնդրեմ։ Տեսնենք ինչ է ասում Հիսուս Քրիստոսը։ Երբ որդին մարդո իր փառքովը գա եւ բոլոր սուրբ հրեշտակները իրեն հետ, այն ատեն իր փառած աթոռը պիտի նստե ու անոր առջև պիտի ժողվին բոլոր ազգերը, ուզանոնք իրար մե պիտի զատե ինչպես հովիվը ոչխարները այծերեն կզատե եւ ոչխարները իր աջ կողմը պիտի կանգնեցնե եւ այծերը իր ձախ կողմը։ Այն ատեն թագավորը իր աջ կողմը եղողներուն պիտի սե. Եկեք իմ հորս օրտնացները աշխարհի սկիզբեն ձեզի համար պատրաստված թագավորությունը, երկնքի արքայությունը ժառանգեցեք։ Տեր Հիսուս Քրիստոսին միանալ։ Ահա հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչը ուսիս կգնամ եւ պատասխանը լսեցեք, բասնզի անոթեցա ինձի ուտելիք տվիք։ Ծարավեցա ինձի խմցուցիք, օտարական է զիս ներս արիք, մերկ է զիս հագցուցիք, հիվանդ է ինձ տեսի եկաք, բանտի մեջ է ինձ եկաք։ Եվ պիտի ասեն մենք երբ այս բանը արեցինք։ Երբ քեզի տեսանք Տեր Հիսուս Քրիստոս ծարավ է, անոթի է, բանտի մեջ է, հիվանդ է, քավլեցի, բայց Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ ճշմարիտ եմ ասում, դուք ձեր նմաններից մեկին այս ամենը արեցիք, ինձ արացիք։ Սա կնշանակի, որ հավատքը հուսացած բաներու հաստատությունն է եւ չերևցած բաներու ապացույցն է։ Ինչ որ պիտի անես, Տեր Հիսուս Քրիստոսի անունով պիտի անես։ Ինչ ծառայություն, ինչ գործողություն, ինչ բարեգործություն, ինչ այցելություն Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև եթե դու այցելեցիր հիվանդին, դու Տեր Հիսուս Քրիստոսին այցելեցիր խորքի մեջ, բայց սրա համար պետք է հավատք ունենալ, որ հասկանալ,
Բայց շատ մարդիկ ուղղակի չեն կարողանում ընդունել սա, որ ինչպես թե ես Փանոսին այցելեցի, ասում է հիվանդանոցում, ոչ թե Հիսուսին։ Ես Թորոսին այցելեցի, ոչ թե Հիսուսին։ Դե եկ այս մարդուն բացատրի, որ եղբայր, այս Փանոսը, այս Թորոսը Աստծո զավակ է։ Եվ այս մարդու մեջ Տեր Հիսուս Քրիստոս է բնակվում։ Դու այս մարդուն այցելեցիր, բայց խորքի մեջ Հիսուսին այցելեցիր։ Դու այս մարդուն մեկ գավաթ ջուր տվեցիր, Հիսուսին տվեցիր, Հիսուսի անունով արեցիր։ Եվ Հիսուս երկնքում ուրախացավ քեզի համար։ Այսպես պետք է ընդունել։ Եվ Տիրոջ անունով պիտի անել ամեն բան։ Եվ փառքը միայն Տիրոջը պիտի տալ։ Ոչ թե քեզի, հապա փառքը, պատիվը, զորությունը, կարողությունը, ամեն բան Տիրոջն է պատկանում։ Իրենները իրեն պիտի տալ, սիրելիներ։ Եվ մենք էլ վերջավորություն ունենք։ Մենք էլ պիտի մի օր վերջանանք։ Ես եւ բոլորս այստեղ հավիտյան ոչ ոք պիտի չապրի։ Եվ ինչպես Պողոս առաքյալը ասում, այս վերջաբանի խոսքերով պիտի ավարտեմ, եւ բոլորիս համար է սա։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքս պահեցի։ Ահա այս է ասում Պողոս առաքյալը բոլորիս համար։ Ասկի հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի հատուցանե ինձի այն օրը, որ օրը, այն օրը, որ ես Տեր Հիսուս Քրիստոսից պիտի միանամ։ Այն օրը պիտի հատուցանի, այդ օրվա համար պիտի սպասենք։ Ոչ միայն ինձի, հապա այն ամենուն ալ, որ սիրեցին անոր հայտնվիլը։ Ամեն։ Աստված օրհնի բոլորիս։